Պարոն Թորոսյան, նախ աշխատանքի և սոցիալական հանձնաժողովի հետ կապված նախագահի ընտրությունն է լինելու, ունեք ձեր համար թեկնածու, որ կուզեք հենց հանձնաժողովը ինքը ղեկավարի, որովհետև ձեզ հետ է անձամբ աշխատելու։ Ես ունեմ մեկ ձայն, իմ մեկ ձայնը տալու է մեկ թեկնածու, ավելի գործընկերներ, իհարկե չեմ ասի, որտեղ գաղտնի քվեարկություն բոլոր դեպքերում։ Ձեր կուսակիցները Աբովյանում հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, կողմերից մեկը ձեզի հետ կապված է ինչ-որ բաներ, ահազանգեր հնչում են մեկի հետ կապված, որը ձեզի է ենթարկել, մյուսը հայհոյանքներով է աչքի ընկել, ինչպես է գնահատում այս միջադեպը եւ ինչ է կարծում, արդյոք պետք է նրանց կուսակցությունից հեռացվելու հարցը դառնա ձևավորությունում քննարկման առարկա։ Տեսեք, մենք երկու տեսանկյունից պետք է հարցին նայենք, ես իհարկե տեսել եմ մամուլի հրապարակումները, նախ իրավական, քրեաիրավական եւ մեդիավապահ մարմինները պետք է բարձրեն եղելությունը եւ մեղավորները, եթե այդպիսի կան, համապատասխան օրենքով սահմանված կարգով ընթացք տրվի այդ ամեն ինչը եւ կուսակցական կարգապահության տեսանկյունից մենք ունենք ինստիտուտներ կուսակցությունում, որոնք գործել են եւ գործում են եւ եղել են էլի այդպիսի դեպքեր, ցավոք սրտի, երբ որ մենք կուսակցությունից օրինակ մարդկանց ենք հեռացրել տարբեր պատճառներով, Վիլեն Գաբրելյանին մենք բայց ինքը մանդատը դրեց նկատի ունենք Վիլենը, Գաբրելյան մենք որևէ գործողություն չեն կարել, բայց նկատի ունեմ այդ երկու մեխանիզմով պետք է գնանք առաջ եւ երբ որ կլինեն որոշումներ մեր մասով կուսակցության, դրա մասին իհարկե օրակարգում կա այդ հարցը, պարոն Թորոսյան, այսինքն ասում է, որ ինձ դիմել են եւ ըստուրերի դիմել է եւ որտեղ կապված չորը այսպես պատմությունների հետ կապված եւ ինքը ասել է, որ ես այդ առնչությամբ գործում եմ։ Սա նորմալ է, երբ խմբակցության ղեկավար լինելով հանդերձ ինքը այսպես բարձրացնի վիճակում է գործում։ լավ չհասկացա հարցը ճիշտ ասած։ Ըստ լուրերի, երբ Հայկ Օնջորյանին դիմել են, որ եւ եղբայրը ով է դիմել։ Երևի այդ ով այդ խնդիրները Միլոն Մայնինգ ընկերության սեփականատերերը փորձել են բարձրացնել տեղյակ չեմ այդ մանրամասներին։ ամեն դեպքում չպետք է քայլել եւ կարծում եմ տեսեք Հայկ Օնջորյանն է, մեկ ուրիշն է, հիմա բազմաթիվ մարդիկ ունեն բարեկամներ, հարևաններ, ընկերներ, եթե ինչ որ մեկը հանցանքա գործե կամ իրա նկատմամբ են հանցագործը, պետք է լինի պատիժ եւ Օնջորյանի մեղավորություն ստեղ փնտրելը, ես կարծում եմ, որ պարզապես էթիկայի կանոնագիրքը նաեւ հարազատների համար է սահմանում վարքականon։ Այսինքն ոնց հարազատ։ Հիմա եթե իմ հարազատը գնա ինչ որ մեկի մտեղ սխալ բանանի, մեջ հայտնվեն եթե կլինի կուսակցականի հանդեպ կուսակցականը ինչ որ բան քրեական է, պարոն Թորոսյան, ինքը կուսակցական է եւ ակտիվ գործունեություն իրականացրել Հարցը Օնջորյան Հայկի մասին էր, ես ասում եմ Հայկը ինչ կապ ունի այստեղ։ Ավետի մասին արդեն ասացի կլինեն համապատասխան process-ներ, եթե արդյունքը կլինի, ձեզ կտեղեկացնեմ։ Չեմ հասկանում Օնջորյանը կապ չունի, սա նշանակում է, որ նրա փոխնախագահի պաշտոնում մնալու հարցը չի էլ վերանայվի, չի էլ քննարկվի։ Ակելի գործընկերներ, ես չեմ հասկանում, թե դուք ոնց եք մեկը մյուսի հետ կապում իրականում հարցերը։ Ասում եմ կա քրեա իրավական գործընթաց, եթե կլինի մեղավորություն որևէ մեկի, քննիչներ, դատախազներ, դատավորներ այդ հարցը կլուծեն։